Ես սիրում էի Արտին։ Ինքը խմում էր, ծխում էր, քթերի մեջ ինչ-որ բան էր քաշում։ Ես ամեն կերպ աշխատում էի հետ պահեմ իրեն այդ ամեն ինչից։ Հետո ոտքը կոտրեց, ընկավ հիվանդանոց։ Հենց այնտեղ էլ ծանոթացավ ուրիշ մեկի հետ ու խնդրեց ինձ, որ այլևս իրեն չանհանգստացնեմ։ Պարզա, իրան ես ուզում բերես, որ սրսկեմ։ Չէ, ինքը բուժվել է։ Ու հիմա ընկերուհու հետ ռիհաբում են աշխատում։ Բուժվել է։ Վստահ ես։ Ինչի եք հարցնում։ Գիտես, կյանքում դեպքեր են լինում, երբ մարդիկ նորից վերադառնում են դրանց, իբր հարցերից խուսափելու համար։ Այսինքն, Աստված չանի, քո արտը հայտնվի մի իրավիճակում, որ փրկություն գտնի խմիչքի կամ ուրիշ բանի մեջ։ Հասկացար։ Բարև ձեզ։ Կանչելեք։ Հա, արի նստի։ Լսի, ոնց անեք, որ այդ Պետրոսը այլևս ստեղ չգա։ Բայց մենք ստեղ ոչ մեկի ստիպելով չենք պահում բացի նանից։ Բայց ինքը չուզում գնա։ Դե նանը ուրիշ է, նանը Քարաբյանի աղջիկն է, ոնց ասեր դες պյանեինք։ Բա Պետրոսը ինչ արել ուզում եք գնա։ Բոլոր աղբի ամանները շուր ա տվել։ Ամբողջ բակը աղբի մեջ է։ Հետո որ դրանք պետք է հավաքել, մաքրել։ դուք ձեր 7 տարեկան երեխուն տնից կհանեք։ Իհարկե ոչ։ Պետրոսի ուղեղը 7 տարեկան երեխու ուղեղ է։ Այնքան օգտագործել ուղեղը չորացել է։ Իրան ոչ թե պետքա տուն ուղարկել, այլ պետքա ուղղել։ Դրանից մենակ վնաս կարելի է սպասել։ Այդ ամեն ինչը կարելի է վերականգնել։ Բա որ նոր փորձակներ բերի մեր գլխին։ Ինքը իր արածների համար պատասխանատու չի։ Ո՞վ է պատասխան տալու, դու։ Թեկուզ ես։ Թույլ տվեք աշխատեմ հետը։ Դե նայի, մեղքը քո վիզը։ Սարացես։ Ճիշտն ասած աշխատանքի հայտարարությամբ եմ եկել։ Աշխատանքի համար մի ամսից մոտիկ անեմ։ Սարը նորից է կարդ։ Ափսոս։ Շնորհակալ եմ շատ լավ օրից ես։
Հետ ինչ ես արել։ Ես չեմ արել։ Բա ով արել։ Չի լինում որ այդ թրաշի ամաները իրան ընկնեն։ Զանգեք Trash Insurance Company, claim արեք։ Փաստորեն քեզ պետքա շնորհակալություն հայտնենք, հա։ Ուր է ձեզ այդքան մեծահոգություն։ Գնա, հա, մի խանգարի, զբաղված եմ։ Thank you. Բայց ես ունեմ աշխատանքի վայրում։ Yes, thank you. Բարև։ Բարև։ Դու ով ես։ Չհասկացա։ Նոր սոնային դու չբերեցիր։ Ես սոնային նշանածն եմ։ Նախքին։ Լավ էլ թանկ ու արագ ավտո ես քշում, բայց արագությունից գլուխը չի ֆռում։ Հասկացա։ Դու սոնայի հոկեբանն ես, որ հետևից է վազում։ Քեզ էր ուզում իմ մոտ աշխատանքի տեղավորեր սոնան։ Բախտդ բերել է, որ չեմ եկել, էլի։ Այդ հաստատ։ Արի գնացինք։ Ինչի՞ ամա։ Արի գնանք հավաքենք։ Ոնց քեզ պետք է դու հավաք։ Արի, հետ։ Արի, ուտելով արի, արի։ Սենց լավ, հա, դու գալիս, հա։ Շատ լավ է։ Տենում ես, ստացվում է։ Ար կներես էլի, որ ես չէի ուզում շուրջ տալ, ուղղակի մեկ-մեկ չեմ հասկանում ինձ հետ ինչ է կատարվում։ Ոչինչ, հիմա գնալը բացվի։ Հեսա խումբը սկսելու, միացի խմբին։ Բասա։ Հանգիստ գնա, ես կանեմ։ Հա, բայց իմ մեղքով է եղել։ Կարևորը հասկացել ես։ Գնա, հետո խումբը կվերջացնես, կգաս միասին կշարունակենք, գնա։ Եթե ցանկանում եք բացել Drug and Alcohol Rehab Միացյալ Նահանգներում, Sam Lucy Company-ն ձեզ կօգնի ցանկացած հարցում, սկսած ձեր լայսենսինգով, DHCS, Joint Commission, CARF, Medical եւ Ongoing Programming-ով, սկսած ձեր աշխատողների training-ով եւ hiring-ով։ Խնդրում եմ դիմել մեզ 818 350 91 83 հեռախոսահամարով։ Mr. Smoke, իսկական բուրմունք։ House of Liquor, ալկոհոլային խմիչքների լավագույն վաճառակենտրոն Գլենդելում։ House of Liquor, որակյալ խմիչք, բարձրակարգ սպասարկում, լավագույն գներ։ Այցելեք եւ անձամբ կհամոզվեք։
Լաբրանդ, անմահական խոհանոց, նորավոր ու նրբահամ ուտեստներ, ծողունեկարիթներ, ծնունդ, կնունդ ու հարսանիք, մենք այն կազմակերպում ենք բարձր մակարդակով։ Լաբրանդ, համի և ոճի նրբաճաշակություն։ 3, 2, 1 Here we go! Burger bun. Ռոյալ դեղատուն մասնագիտական բարձր որակավորմամբ տեղագործներ Արա Բոյաջյանի եւ Հայկ Սարգսյանի գլխավորությամբ։ Բարեհաճ եւ փորձառու աշխատակազմ, օգտատար եւ ազնիվ սպասարկում, մասնագիտական բանիմաց խորհրդատվություն, անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին։ Ռոյալ դեղատուն, դեղերի, հիգիենայի պարագաների լայն ընտրանի, պատվերների արագ ու անվճար առաքում, պատվաստումների իրականացում, հատուկ կարգի վիտամիններն այստեղ տրամադրվում են անվճար։ Ռոյալ դեղատունը ձեր տունն է։ Ասար մենակի մասներ մտածում։ Իհարկե մտածում էի։ Ներս արի։ Ես քեզ։ Իմ պատճառով լեքը վատ բաներ եղան։ Ներս արի։ Դու մեղավոր չես։ Ուղղակի այս տեսքով գործ չեմ գտնի։ Կգտնենք։ Գիտես, սպասում էի, մտածում էի, որ գալու ես։ Բայց ինձով պիտի գործ տա 4 տարի ջելում, հիմա էլ տեսքս սենց։ Տեսքիդ համար ես եմ մեղավոր։ Ես էլ մեղքերս կքավեմ։ Դու մեղավոր չես։ Անցանք, ով ինչ անի իրան անում։ Գնացինք։ Ուր։ Գործ գտնելու։ Գնում ենք գործ գտնելու։ Հիմա ինչ, նախքին նշանացտակ ես գործի բերելու։ Քեզ ինչ։ Խնդրեցի բերեց։ Այդ երբ բանից։ Այ դա արդեն քեզ չի վերաբերվում։ Ոնց չի վերաբերվում։ Ինչ գործ ես գտեմ օտը։ Ինքնասիրությունդ վիրավորվեց։ Մի մտածի։ Ես էլ քո հետևից չեմ վազելու, չեմ փնտրելու, չեմ փրկելու, չեմ զանգելու իմանամ թե որտեղ ես, ինչ ես անում, ում հետ։ Գիտեմ Սոն, այն օրը հիմար խոսացել եմ։ Սպիրտը խփել էր գլխիս։ Բայց ես իրականում տենց չեմ մտածում։ Կներես ինձ։ Ինչի՞։ Շատ հետաքրքիր էր լսելը, թե ինչ ես իմ մասին մտածում։ Ահա, ասեմ, ճիշտ են ասում, որ խմած մարդու լեզվին այնա ինչ մտքում։ Ես ընդամենը գնացել էի Արամին տուն բերեի։ Նանն էլ պատահաբար ընդեղ եք, չէ՞։ Հա, լրիվ պատահաբար։ Ոչինչ, չեմ խանգարի ձեզ էլ։ Դուք միասին իրար լավ էլ արժեք։ Ես էլ ինչի տեմ պետք։ Պետք ես ինձ, որտեվ քեզ եմ սիրում։ Քո նման սեր ոչ մեկ չի տվել, չէ տա ինձ։ Իսկ այդ սիրուց ինձ ով է տալու։ Նով այգ է, են ինչ ա եղել նանջան մեքենային։ Մեքենային բան չի եղել։ Պապան տարին մեկ ա գալի բիզնեսը տեստի, բայց դե լավ ա, գոնե այս անգամ ժառանգն եք է։ Ինչ ուրասիր ենք։ Ոչ մի բան, thank you, շանում ենք։ Արամն ա ծանոթացի, Ժորա։ Արամ։ Ժոր։ Այ Արամին ոնց որ թե պետք ա դզել փչել, բայց դե մեր մասով չի։ Արամին դզել փչել պետք չի, Արամին գործ ա պետք։ Ես ուզում եմ, որ Արամը մեր բադիշափում աշխատի։ Աշխատանքի փորձ ունես, աշխատել ես ավտոների հետ։ Բայց դե չունենաս էլ պրոբլեմ չի, ինչ է, կսովորացնենք։ Ունեմ հանգիստ տեղի։ Ուրեմն վաղ առավոտ ժամը 8-ին գործի։ Շնորհակալ եմ։ Պապային է ասել թող չմոռանանես։ Անպայման։ Չգիտեմ էլ ոնց քեզ thank you ասեմ։ Կասլեց մի ձև։ Նան, դու ինձ շատ ես դուր գալիս։ Լավ։
Արի բարչանանք տուն։ Չեմ ուզում ախորդ տենամ։ Բարավոցյան ոնց եկար։ Արավոցյան գործի էր, հիմա տանը կլնի։ Կամ կգա հեսա։ Եղացրել ա քեզ։ Չէ։ Մենք էլի կհանդիպենք, չէ։ Շնորհակալ եմ շատ աշխատանքի համար, առավոտյան աշխատանքի։ Տեսնում ես ինչ լավ ամեն ինչ։ Հանդիպան համար կպայմանավորվենք, չէ։ Անպայման։ Դե գնացի։ Այս տներից, որի վրա մատը դնես, մերը կլնի կյանքս։ Նա ինչ լավն է, մեծ, փուլով, ջակուզիով, ինչ վատնա։ Հա, բայց նայի էս էլ լավն է։ Այս մեկը։ Էս էլ է լավն։ Կարևորը, որ հանգիստ անցկացնես հղիությունդ։ Հեռու ես բամբասանքների սիրը արլոսից ու առողջ երեխա ծնվի։ Կուզես Մայամի։ Հիմա բոլոր աստղերը Մայամիում են ծննդաբերում։ Բայց մեծ տունն է։ Մեծն է լավ բա։ Երկու հատ էլ աշխատող կդնեմ, որ դու երեխես հանգիստ վայելեք։ Ասում գիտությունը դեռ տես դեղ չի հորինել։ Հարմար չի, չէ, որ այդ տեսակ դեղ հորինած լինեն։ Էդ ինչի։ Դե մեկը դու։ Գործդ կկործնես։ Հա, գործ ասեցի, հիշեցի։ Հիվանդներդ հաստատ սիրահարվում են, չէ՞ քեզ։ Այդ հիմա կարևոր չի։ Իսկ դու։ Ես ամուսնանում եմ շուտով։ Ու իմ անձնականը իմն է։ Էլի քոնն է։ Երջանիկ եղի։ Բայց կարող ես այնպես անել, որ ուրիշներն էլ երջանիկ լինեն։ Եվ ոնց։ Շատ պարզ։ Մի հիվանդ ասես, որ 2 օր իմ ու դասախոսիս հսկողության տակ լինի։ Կմտածեմ։ Լավ, դու ընտրի, ես գնացի։ Բայց ես դեռ չեմ որոշել։ Բայց որոշելու ինչ կա, հաուս չես ուզում ապարտման կառնենք։ Չէ, ես երեխայի պահով եմ ասում, ես դեռ չեմ որոշել։ Որոշելու բան չկա կյանքս։ Դու գործից դուրս կգաս։ Ես ձեզ ամեն ինչով կապահովեմ։ Ու դու հանգիստ կանցկացնես քո հղիությունը, լավ։ Կլինի իմ տեղը չորոշես։ Երկրորդ ես աշխատանքից չեմ ուզում դուրս գամ։ Աշխատանք էլ կունենաս, մի մտածի։ Հիմա ամենակարևորը, որ դու վայելես հանգիստ քո կյանքը, որովհետև քո մեջ մի ուրիշ կյանք էլ կա։ Կհիշես, մի անգամ ինձ ասեցիր, որ ես շատ նման եմ Սիլվային երիտասարդ ժամանակ։ Լավ էլի թին, լավ էլի։ Դու ես, Սիլվան էր։ Ես քո համար գժվում եմ կյանքս։ Մի արա էլի, հիմա հավես չունեմ, մի արա։ Լավ, հասկանում եմ։ Վաղը լավ բժիշկ կգտնեմ ու երկուսով կգնանք մոտը։ Ես քեզ ասեցի, ես դեռ չեմ որոշել։ Ես եմ որոշել։ Դու ես որոշել, դու էլ ծննդաբերի։ Ես այդ ցավին չեմ դիմանա կյանքս։ Ես անգամ դու ծննդաբերի մնացած ամեն ինչը իմ վրա։ Լավ։ Կարամ մի հարց տամ։ Դուր։ Էս երեխեն ինչի տա պետք։ Պետքա, որովհետև իմն է։ Այդ հիմար բաները հանի մտքիցդ։ Վաղը բժշկի, հիմա հանգստացի ու ես գնացի։ Եթե ցանկանում եք բացել Drug and Alcohol Rehab Միացյալ Նահանգներում, Sam Lucy Company-ն ձեզ կօգնի ցանկացած հարցում։ Սկսած ձեր լայսենսինգով, DHCS, Joint Commission, CARF, Medical եւ ongoing programming-ով։ Սկսած ձեր աշխատողների training-ով եւ hiring-ով։ Խնդրում եմ դիմել մեզ 818-350-91-83 հեռախոսահամարով։ Իմ անունը հայ է,
ազգանունս յան, հոգուս միջի խինն ու տոնը հերու հողում նվիրողի սանունն է յանց, 333 Նորթ Վերտուգո Ռոդ, յանց, իսկական հայկական համոհոտ։ Սաներվածքը կարող է փոխել ոչ միայն ձեր տեսքը, այլև ինքնավստահությունը։ Կանացի եւ տղամարդկանց սաներվածքներ, մանիկյուր եւ պեդիկյուր, ամեն ինչ մեկ հասցեում։ Ժամանակն է փայլելու MZ Hair and Beauty սալոնի հետ։ Այդ ի՞նչ նվերներ են։ Ընկերուհիս ա բերել։ Եկել էր ինձ տեսներ։ Ընկերուհի տովը։ Նան է։ Ինձ շատ փող ա պետք։ Շատ փող ա պետք գործ գտի։ Արդեն գտել եմ։ Կարաս նանին thank you ասես։ Վաղվանից իր հոր բիզնեսներից մեկում եմ աշխատելու։ Բայց շատ փողն ինչ ես անում։ Նայ։ Նախ եւ առաջ որ առանձին ապրեմ, երկրորդն էլ իմ բիզնեսը ունենամ։ Առավել եւս որ արդեն ընկերուհի ունեմ։ Իսկ ընկերուհիդ գիտի, որ ինքը քո ընկերուհին է։ Իհարկե գիտի։ Դե լավ է որ գիտի։ Դե գնա իր հետ ապրի։ Իրա պապանը քեզ կօգնի բիզնեսդ կբացես։ Արդ։ Ինձ իմ փողն ա պետք։ Ստեղծի պետքա։ Ոչ մի բանով չեմ կարող քեզ օգնեմ։ Դե որ չես կարող օգնես, ուրեմն մի խանգարի։ You look amazing. I know. You too. Thank you. You want to get out of here? Maybe we can dance?
had no idea you look like this. Is this what you want? It's everything, girl. Yeah. Give me what I want. I can't give you more than that. Can you get somewhere else? Oh. Let me give you more than that. What's that? Այս քեզ Ես ինչա։ Կարթա։ Այդ բոլորը քո բիզնեսին։ Այսքան շատ։ Շատ չի։ Հիմա կարող ես քո բիզնեսները տարբեր քաղաքներում բաց անել։ Նույնիսկ տարբեր նահանգներում։ Շնորհակալ եմ։ Սիլվանանի համար մի հատ աշխատանք է պետք գտնել։ Գնա գործի, որ հասկանա փող վաստակել է ինչա։ Որտեղ աշխատի։ Հենց քեզ մոտ։ Դու էլ կհսկես։ Իսկ ինչի իմ մոտ այլ ոչ թե քո մոտ։ Որովհետև ես շատ եմ դուրսուներ սանում։ Ես չեմ կարողանա հասկել։ Իսկ դու չես կարծում, որ նախ եւ առաջ պետքա Նանին հարցնել, թե ինքն ինչ է ուզում։ Նանի ուզածը քաշ գալն ու փողերը ծախսելն է։ Մի հատ պրոջեկտ հորին իր համար։ Հասկացի հիմա Նանին պետքա զբաղված պահել։ Հազարի մի ծանոթ ունես։ Վստահ եմ, որ ցանկացածն էլ շատ ուրախ կլինի Նանին աշխատանքի վերցնել մենակ քեզ լավություն անելու համար։ Հա, բայց ոչ մի ծանոթ իմ ու քո նման չի կարող հասկել։
Կարամյանի աղջկան որտեղից գիտես։ Ընկերուհիս է։ Ընկերուհիդ։ Ախիտ ես զարմացել։ Դու այսօրվանից աշխատանքի ես։ Հա? Ինչ եմ աշխատում։ Դուս թե ինչ ես անում։ Աղցան եմ սարքում։ Կուզես հյուրասիրեմ։ Միլանում ուզում եմ մասնաճյուղ բացեմ։ Ընկերդ դեմ չի լինի մի 6 ամսով գնաս գործերը կարգավորես։ Ես իրան չեմ հարցնի։ Գիտեմ, իմ արածը սրիկայություն է։ Բայց դու էլ իմ փոխարեն նույնը կանեիր։ Ամուսնացի հետ ես։ Խմած ես։ Ադեկվատ ավելի քան երբեք։